Ապարան համայնքի Եղի-Պատրուշ գյուղում տեղակայված Myler Mountain Resort լեռնադահուկային համալիրում առաջին անգամ կայացան Myler ձմեռային խաղերը։ Դիվանագիտությունը լեռներում խորագրով միջոցառումն անցկացվեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ։ Համախմբելով Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների եւ միջազգային կազմակերպությունների շուրջ 130 ներկայացուցիչի։ Myler Mountain Resort-ի հիմնադիր Տիգրան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին նախաձեռնության հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրության համար։ Ողջունում եմ եւ հաջողություն եմ մաղթում բոլորիդ սահուղիների վրա։ Գերազանցեք ինքներդ ձեզ, վայելեք ձեր սահքն ու յուրաքանչյուր պահը, որովհետեւ կյանքը լեռներում է։ Եվ այսպես Myler ձմեռային խաղեր 2026-ը համարում եմ բացված։ Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 20 դիվանագիտական առաքելություններ եւ միջազգային կառույցներ, այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չեխիայի, ՄԱԿ-ի, Կարմիր խաչի, ԵՄ դիտորդական առաքելության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը եւս ողջունի խոսք հղեց ներկաներին, նշելով, որ Myler-ը Հայաստանում հավակնոտ ծրագրեր իրականացնելու լավ օրինակ է։ Հայաստանի կառավարությունն ամբողջովին աջակցում է այստեղ ենթակառուցվածքների զարգացմանն ու ընդհանուր էկոհամակարգի կայացմանը։ Մենք շատ հպարտ ենք բոլորիդ այստեղ հյուրընկալել եւ շնորհակալություն մեր գործընկերներին դիվանագիտությունը լեռներում միջոցառումը կազմակերպելու համար։ 300 մետր երկարությամբ սահուղու վրա շուրջ 50 մասնակից մրցեց կանանց ու տղամարդկանց համար նախատեսված լեռնադահուկ եւ սնոուբորդ անվանակարգերում։ Մրցույթի նախորդ օրը մասնակիցների համար կազմակերպվել էր մարզումային փուլ պրոֆեսիոնալ հրահանգիչների կողմից, ապահովելու նրանց անվտանգ սահքը։ Միջոցառումը շատ կարևորում ենք այն առումով, որ դա բարձրացնում է Հայաստանի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում, բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները, բոլոր դիվանագետները մեծ հաճույքով մասնակցություն ունեցան, մենք ունեցանք հաղթողներ, մենք ունեցանք բուրըն էմոցիաներ, բոլորը շատ ուրախ էին եւ բոլորի մոտ էմոցիոնալ կապվածություն է առաջանում Հայաստանի հետ, Հայաստանում անցկացված ժամանակի հետ, ինչով մենք նպաստում ենք Հայաստանի Հանրապետության ավելի հզորացմանը միջազգային հարաբերությունների հարցում։ Սահուղիներում բոլոր պատվիրակները փայլեցին իրենց պատրաստվածությամբ, իսկ Ֆրանսիայի թիմն առանձնացավ առաջատար հորիզոնականներ նվաճած սահորդներով։ Մրցույթի արդյունքներով պատվո հարթակին կանգնեց 7 մասնակից։ Ջերմ եւ ընկերական միջավայրում տեղի ունեցավ հաղթողների պարգևատրման արարողությունը։ ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Էլիզաբեթ Ստյուարտը կանանց դահուկավազքի հաղթողներից է, ով տպավորված է Հայաստանով ու հատկապես Myler-ի հնարավորություններով։ Արդեն 6 ամիս է Հայաստանում եմ։ Սա հրաշալի վայր է, համեղ խոհանոցով, ընտիր գինիներով եւ հյուրընկալ մարդկանցով։ Ես իսկապես վայելում եմ այստեղ անցկացրած յուրաքանչյուր պահը, իսկ Հայաստանում լեռնադահուկային նման փորձառություն ունենալն ուղղակի աննկարագրելի է։ Մեծ հաճույք էր տարբեր դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ այս մրցմանը մասնակցելը։ Սա հրաշալի հնարավորություն էր հանդիպելու, շփվելու եւ միասին հաճելի ժամանակ անցկացնելու համար։ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, ով դեռ մանկուց է զբաղվում ձմեռային սպորտաձևերով, տղամարդկանց դահուկավազքի առաջին մեդալակիրն է։ Այն ինչ Հարությունյան ընտանիքն իրագործել է այստեղ Հայաստանում ստեղծելով ժամանակակից լեռնադահուկային համալիր, իսկապես տպավորիչ է։ Այսօր ամեն ինչ հրաշալի էր։ Մենք հիանալի ժամանակ անցկացրինք մեր գործընկերների հետ։ Ինձ հաջողվեց զբաղեցնել առաջին տեղը, թեև պայքարն իսկապես բարդ էր, քանի որ մրցում էի շատ հմուտ սահորդների հետ։ Myler ձմեռային խաղեր, դիվանագիտությունը լեռներում, մրցույթի հաջողությունն ազդակ ընկերության համար նմանատիպ միջոցառումները դարձնել ամենամյա, ներգրավելով նոր ոլորտներ ու մասնակիցներ։